Պարոն Մաչկալյան, Հայաստանում հաճախ է քննարկվում այն հարցը, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված են, որ անգամ դրանք թշնամական են, բայց սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից կարելի է այս տպավորությունը ստանալ, որ առնվազն առաջին դեմքերի մակարդակում լուրջ խնդիրներ չկան, ինչ կասեք այս մասով։ Իհարկե լուրջ խնդիրներ կան եւ չլուծված խնդիրներ կան, բայց այդ մասով ատոմակայանի Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ չուներ։ Չմոռանանք, 1 տարի առաջ նա նման ֆորումին մասնակցեց Բրյուսելում եւ փորձելով իր խոսույթին համաձայն, այսպես ասած եւ խաղալ այդ հարցերում, ինչը չհաջողվեց իրեն, որովհետեւ Հայաստանի ատոմակայանը եւ ոչ միայն Հայաստանի ատոմակայանը շահագործվում է միայն ռուսական ուրանով եւ աշխարհում միակ առաջատար պետությունը, որը որ սպասարկում է նման օբյեկտներ, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Տեսեք, այնուամենայնիվ ես կարծում եմ ճնշում գործադրվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում իր արտահայտած տեքստի մեջ նա ընդամենը 10 տարով երկարաձգեց Հայաստանի համագործակցությունը Ռոսատոմի հետ, ինչը պայմանավորված է իմ կարծիքով հենց այդ ճնշման արևմուտքից, ինչու օրինակ կասկածելի Թրամփի ուղին կարող ենք 99 տարով արտապատվիրակել կասկածելի կազմակերպությանը, բայց Հայաստանի ատոմակայանը, որը ի սկզբանե շահագործվել է եւ կառուցվել է Խորհրդային Միության դեռ ժամանակաշրջանից եւ շահագործվում է ռուսական ուրանով, չեն կարող ավելի երկար ժամկետով տրամադրել Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ այնուամենայնիվ արևմուտքի ականջները այդտեղ երևում են եւ հնարավորինս կոմպրոմիսային այսպես տարբերակ է գտել Նիկոլ Փաշինյանը իր եւ խոսույթը շարունակելու, դրանով եմ ես պայմանավորվում, որ ընդամենը 10 տարով երկարաձգվեց Ռուսաստանի Դաշնության հետ, Ռոսատոմի հետ կազմված այդ պայմանագիրը։ Փաշինյանը շաբաթներ շարունակ պնդում էր, որ Ադրբեջանի հետ արդեն հաստատված է խաղաղություն, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից դժգոհում էր Ալիևի խոսույթից եւ ասում, որ այն կոնֆլիկտածին է։ Հիմա եթե խաղաղությունը հաստատված է, ինչու է անհանգստանում այս խոսույթից Փաշինյանը։ Առաջի դեպքը չէ, որ Փաշինյանը իր ասածին հակադրվում է, իր հարցազրույցներից մեկում նաև նա նշեց, որ խաղաղություն կնքելը դա չի նշանակում, որ պատերազմ չի լինելու եւ օրինակ բերեց Խորհրդային Միության եւ Գերմանիայի միջև կնքած պայմանագրի շուրջ, որը որ այնուամենայնիվ չբերեց խաղաղության եւ նա փորձեց դրանով ժողովրդին հպարտ քաղաքացուն այնուամենայնիվ ասել, որ դա հիմք չէ այս պայմանագիրը, այնպես որ իր բոլոր նախաձեռնած բոլոր այս ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, չի բերելու խաղաղության։ Սիրիական հարցում արևմուտքը կարծես ասում է հանգուցալուծման բոլոր կողմերը կարծես բավարարված են, Թրամփը հայտարարում է տեղի ունենալիք մեծ իրադարձության մասին, արդյոք այդ իրադարձությունը կարող է լինել լայնածավալ պատերազմ Իրանի դեմ։ Սիրիա պետություն գոյություն չունի, կա տարածք, որը ղեկավարվում է տերորիստի կողմից, անմիջապես Թուրքիայի եւ Իսրայելի աջակցությամբ։ Այնպես որ այս տարածաշրջանի դերակատարությունը իհարկե մեծացել է, դրանով նաև նվազել է Իսրայելի դերակատարությունը, ես կարծում եմ տարածաշրջանում, եւ Իսրայելը դարձել է մեծ գլխացավանք եւ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների համար, ինչը որ մենք տեսանք վերջին պատերազմում Իրանի նկատմամբ, ինչը որ կանգնեցրեց Միացյալ Նահանգները, որովհետև դա ավարտվելու էր Իսրայելի ոչնչացմամբ եւ ես կարծում եմ երկրորդ պատերազմը եթե սանձազերծի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ մեկտեղ, դա կնպաստի Իսրայելի ոչնչացմանը։ Իրանի դեմ պատերազմի սցենարի դեպքում ինչ պետք է անի Հայաստանի շահերով առաջնորդվող իշխանությունը եւ ձեր կարծիքով ինչ կանի գործող իշխանությունը։ Ես կարծում եմ նման սցենարի դեպքում ոչ մեկ գործող իշխանությանը չի նայելու եւ սպասի ինչ է անելու։ Տեսեք ինչ հարց է հիմա առաջացել։ Այս Թրամփի կոչված ուղին պատահական չէ, որ անցնում է անմիջապես Իրանի սահմանում եւ դրա ամբողջ նախաձեռնությունը, դրա ամբողջ նպատակը կայանում է նրանում, որ այդ 40 կիլոմետրանոց հատվածը վերահսկի արևմուտքը։ Եվ նման սցենարի դեպքում, լայնածավալ պատերազմի դեպքում,
ամբողջ փախստականների հոսքը բարձրանալու է դեպի հյուսիս, դեպի Հայաստան։ Եվ դրան հակադրել կարող է միայն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Հայաստանի Հանրապետությունը անզոր է լինելու նման հոսքի դեմ դիմադրել։ Այդ հոսքի հետ մեկտեղ չի բացառում, որ ներթափանցեն տերորիստական կազմակերպություններ, որը այդպես էլ լինելու է, եւ Հայաստանի տարածքով բարձրանան դեպի Վրաստան, Վրաստանից ուղիղ վտանգ ներկայացնեն Ռուսաստանի Դաշնությանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տալու, որ այդ տարածքում ինչ որ մի security կասկածելի կազմակերպություններ փորձեն այդ հարավային դարպասը, այդ կարևոր հարավային դարպասը վերցնեն իրենցով անեն եւ փորձեն իրենք սպասարկել այդ մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն։